Այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, հայերի համար անչափ կարևոր թեմայի մասին, մեր սուրբ հացի, մեր առաջին հացի, լավաշի մասին։ Լավաշը մեզ համար լոկ հաց չէ, այն մեծ արժեք է, երեխեք ջան։ Լավաշը եղել է դարեր շարունակ յուրաքանչյուր հայի տան ջերմության, աշխատասիրության, միասնության խորհրդանիշը։ Լավաշը արարվում, ստեղծվում է թոնիրում, ձեռքի աշխատանքի, կանանց միասնական առհասարակ ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։ Եվ դա մի շատ գեղեցիկ ավանդույթ է, որը դարեր շարունակ եկել հասել է մեզ։ Իսկապես յուրաքանչյուր լավաշ իր մեջ պահում է օջախի պատմությունը, օջախի բույրը եւ միասնությունը։ Եվ այդ բույրը մեզ հիշեցնում է մեր արմատները, մեր արժեքները, մեր ինքնությունը, որովհետև լավաշը պարզապես հաց չէ, այն պատմություն է, այն հայի պատմությունն է, այն մեր տան ջերմությունն է, այն մեր մշակույթի համն ու հիշողությունն է, իսկապես այո լավաշը հայի պատմությունն է, որ ստեղծվել է, արարվել է, թխվել է թոնիրում, կրակի, ջերմության եւ ավանդույթի մեջ։ Այո, լավաշը շատ կարևոր է մեզ համար եւ գիտեք, որ լավաշի մասին կան շատ պատմվածքներ, շատ զրույցներ, յուրաքանչյուրը յուրովի հետաքրքիր է։ Ես ուզում եմ այսօր ընթերցենք մի շատ կարևոր, շատ հետաքրքիր ավանդազրույց, որը այդպես էլ կոչվում է զրույց, ավանդազրույց լավաշի մասին, ու այստեղ պատմվում է լավաշի զորության, զորեղության մասին, թե ինչպես է լավաշը իր զորությամբ փրկել մեր արքային։ Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատասխանել է Ասորիաստանի հզոր թագավորի Նաբուքոդոնոսորի հետ։ Դու 10 օր հաց չես ուտում, իսկ 11-րդ օրը աղերնամատի կբռնկվեն։ Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին ուշադրել, թե ինչ կանի բախումի խնդրանքի մեջ։ Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը նահանգապետի գաղափարը լավաշ են թաքցնում։ Այո։ Հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մուսություն եւ պատվով վերադարձավ իր հայրենի։ Լավաշը փրկեց նրան։ Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հայաց, որ այնուհետև Ուշադիր։ որն հացի տեսակները վերածվեն լավաշի։ Տեսակ, հետաքրքիր էր, չէ՞, երեխեք ջան։ Փաստորեն լավաշը ինչ էր, զորեղ էր, մեծ ուժ ուներ, փրկեց այն արամարքային։ Երբ որ ետ եկավ Հայաստան, հրամայեց, որ այո լավաշը պիտի լինի մեր սուրբ հացը, բոլոր հացերը այսօր պիտի վերածվեն լավաշի։ Հավանեցիք, հետաքրքիր էր։